Ջերմուկի գեղեցկությունից, թարմ օդից, շքեղ անտառներից ու ջրերի առատությունից ամերիկացի բարեկամներս ասես ակամայից բացականչում էին, ասի Շվեյցարիային կնման է: Ու գիտեք, ես հասկանում էի նրանց: Ջերմուկն այնքան մաքուր էր, այնքան կոկիկ, խնամված ու խաղաղ, որ ակամա ես ինքս էլ մտածում էի ու զուգահեռ անցկացնում եվրոպական հանգստավայրերի հետ: Բայց մյուս կողմից էլ ներսումս մի բան ընդվզում էր, մտածում էի՝ իսկ ինչու իսկապես Շվեյցարիան: Չէ՞ որ ջերմուկն ունի իր ուրույն դեմքը, իր զով օդը, իր ժայռերն ու թավանտառները: Բայց կա մի բան, որ աշխարհում ոչ մի տեղ չկա, դա այն հարազատի ջերմությունն ու հոգին է: Ուզում եմ, որ մենք սովորենք տեսնել ու գնահատել մեր ունեցածը առանց ուրիշների հետ համեմատելու, որովհետև երբ խնամում ու սիրում ենք մեր երկիրը, այն ոչ մեկի պատճենը դառնալու կարիքը չունի: Այստեղ լեռները, զովոտն ու խիտ անտառները, ջրվեժի ու ջրային կասկադների աղմուկը ստիպում է մի պահ կանգ առնել ու ուղղակի շնչել: Ջերմուկում կա մի տեսակ վեհություն ու խաղաղություն, որը դժվար է նկարագրել, դա պետք է ուղղակի զգալ: Ու երբեմն էլ պետք է տեսնել ուրիշի հիացմունքը, որ նորից ու նորից սիրահարվես քո սեփական երկրում: Կամ ինչպես Վանոն է ասում, այս օրերի ընթացքում անընդհատ մտքիս մեջ Վանոյի խոսքերն էի կրկնում՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Իսկ ձեր կարծիքով ինչպիսի՞ն է այն: Եղե՞լ եք ջերմուկում, ինչ զգացողություններ եք ունեցել: Գրեք մեկնաբանություններում: Եվ խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի միասին շարունակենք մեր ճամփորդությունը: Շնորհակալ եմ: